Բարև ձեզ, դուք դիտում եք Հրապարակ TV-ին, ես Հայկ Ալոյանն եմ, այսօր մեր տաղավարում զրուցելու ենք Հայ-Աքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի հետ։ Պարոն Սողոմոնյան, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ, որ կանչել եք։ Աշխարհը բառացիորեն խառնվել է իրար, իսկ Նիկոլ Փաշինյանը հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ պատերազմ է հայտարարել է համակարգող խորհուրդ ստեղծելու մասին, որը պետք է լինի բաղկացած լինի 10 հոգուց, նույնիսկ չեմ վախենա այդ բառից casting է հայտարարել եւ առաջարկել է հարմար տեխնացուներին իրենց կեսագրությունները իր Gmail-ի հասցեին ուղարկել, նա պատրաստվում է կաթողիկոսի նոր ընտրությունների, պատրաստվում է իր ասելով ազատագրել վեհարանը վեհափառից, բայց այս որքան էլ ցնորամիտ թվա հարձակումը բավականին լուրջ պառակտման պատճառ է դարձել նաև հասարակության ներսում եւ երբ կաթողիկոսը վերադառնում էր Հայաստան, Զվարթնոցում նրան դիմավորելը նաև դուք էիք ներկա, պարոն Այո, Սողոմոնյան, կարծես թե որոշակիորեն ցույց տվեց հասարակության ոչ այնքան աղմկոտ, սակայն եկեղեցուն սատարող հատվածի արձագանք, այո։ Պարոն Սողոմոնյան, ո՞րն է նպատակը։ Նիկոլ Փաշինյանի հարձակումը եկեղեցու վրա հերթական հակահայկական դրսևորումն է, թե ավելի խորը արմատներ ունի։ նպատակը մեկը չէ, մի քանիսն է, մի քանի շահառուներ կան այստեղ։ Ես գլխավորը համարում եմ գլխավոր մոտիվացիան այս գործունեության թելադրանք Անկարայից եկող, Բաքվից եւ Անկարայից եկող թելադրանքն է թույլատրել վերջին հզոր ազգային ինքնության առանց հանդիսացող կառույցը հայաստանյաց առաքելական եկեղեցին գցել իր տիրապետության տակ, բանակի հետ կապված կարելի ասել այնտեղ Հարցերը լուծել են, հարցերը լուծված է, սահմանադրական դատարանը գրավված է, անկախ մնացած պետական մարմինները գրավված են, օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողով, անգամ բոլոր մարմինները, ոչ միայն գործադիր իշխանության, օրենսդիր իշխանության, նաև դատական ամբողջ իշխանությունը եւ մնացել է եկեղեցին, որը առաջնորդվում է հայկական օրակարգով, ազգային օրակարգով, բարձրացնում է Արցախ վերադարձի հարցը, Արցախի մշակութային հուշարձանների, մեր մշակութային ժառանգության պահպանության հարցը եւ ունի բավական բարձր վարկանիշ լեգիտիմություն եկեղեցին եւ ցանկացած այդպիսի կառույց, որ գերազանցում է Նիկոլ Փաշինյանի եւ նրա վարչակազմի լեգիտիմությանը, Նիկոլ Փաշինյանի համար դառնում է նաեւ պրոբլեմատիկ։ Բայց ես մի փոքր շեղվեցի առաջին հերթին, որպեսզի այդ հարցերը, Արցախի հարցը հատկապես չբարձրացվի, հայոց ցեղասպանության հարցը չբարձրացվի, կարծես թե պայման է։ Դուք ի սկզբանե հիշատակեցիք այն մասին, որ աշխարհը խառնվել է իրար, տարածաշրջանը եռում է եւ եկեղեցու դեմ Փաշինյանի հարձակումը ես ենթադրում եմ, որ կարող է պայմանավորված լինի հետեւյալով, որ Անկարայից ասեն, եթե չես ուզում, որ քո վրա հարձակվենք, Հայաստանի վրա հարձակվենք, ապա թույլատրու եկեղեցին, մոտավորապես այսպես, բայց չի հասկանում, որ դրանով ընդհակառակ էլ ավելի պետությունն է թույլատրում եւ թշնամիները մեզի վերջո խաբելու են։ Թշնամիները խաբելու են եւ բայց միևնույն ժամանակ սա նաեւ Նիկոլ Փաշինյանի համար քաղաքական օրակարգի թեմա է, ինքը քաղաքական կոնֆլիկտ է ստեղծում իր շուրջը, քաղաքական կոնֆլիկտ ստեղծել իր համար անհրաժեշտություն է, որպեսզի իրենից հիասթափված մարդկանց ձայները իր կողմ գրավի, նորից այսպես մի նոր ժողովրդին մի նոր դև, մի նոր, այսպես ասած, անտագոնիստ, մի նոր դև մատուցի, որ ինքն էլ դևի գլուխը կտրողն է, էլի, այսպես ասած, ժողովրդի ներկայացուցիչն է, աղքատների թագավորն է, այս բանով։ Այսինքն սա նաև կարող ենք դիտարկել նախընտրական քարոզարշավի շրջանակում։ Ընդհանրապես, այո, նախընտրական։ Նախընտրական ասածը, որ բնականաբար ընտրությունները 7 տարի հետևում չեն, եւ ինքը իր կորցրած ձայները հավաքելու նպատակով իրականացնում է սա, բայց նորից եմ ասում, գլխավոր մոտիվացիան կապված է թուրք-ադրբեջանական տանդեմի թելադրանքների հետ եւ այս առումով դուք նաեւ նշեցիք պառակտման հանգամանքը, այո, իրավիճակը հղի է քաղաքացիական բախումներով նաեւ այն ինչ որ ինքը անում է նախաձեռնող խումբ ձևավորել, վեհարանը ազատել կար եւ այլն, եկեղեցիները։ Այո, դրանց ենթատեքստում կան այդպիսի ակնարկներ, բռնության ակնարկներ կան եւ սա շատ վտանգավոր է։
Սա շատ վտանգավոր է եւ այս իրավիճակին միջազգային հանրությունն էլ պետք է պատասխան տա։ Միջազգային հանրությունը պոզիտիվ պարտականություն է կրում կրոնական ազատություններն ապահովելու հարցում, այդ թվում Հայաստանում, որովհետեւ միլիոնավոր մարդկանց կրոնական ազատությունն է ոտնահարվում։ Ինչու է կրոնական ազատությունը ոտնահարվում, որովհետեւ ինչ ուզում է անել մեր եկեղեցու հետ, դա մեր ընտրությունն է խախտում։ Մենք ընտրել ենք Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին որպես մեր հավատքի միջոց, որպես մեր փրկչագործության ուղի, եւ երբ որ մենք ընտրում ենք Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին, դա նշանակում է, որ համաձայնություն ենք տալիս նրանում գործող բոլոր կարգերին, այդ թվում կաթողիկոսի ընտրության կարգին։ Եվ եթե ինքը ուզում է ինչ-որ մի բան փոխել այդտեղ, դա նշանակում է, որ մեր ազատությունը, մեր ընտրության իրավունքը ունենալ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին որպես մեր, այո, մեզնից խլում է։ Ինքը իրավունք չունի մտնելու այդ դաշտը։ Ինքը ես ասել եմ եւ նորից եմ ասում, ինքը կարող է նոր կրոն հիմնել, նոր եկեղեցի հիմնել, նոր դավանանք հիմնել, ինքն էլ կարող է հռչակվել որպես այդ դավանանքի գլուխ, կարող է Աստված հռչակվել անգամ, կարող է աստվածացվել, հա, այդ ամեն ինչի այդպիսի նկարտումներ ունի։ Այո, իրավունքը ունի եւ թողանի դա, բայց Հայաստանյաց Առաքելական եկեղեցու հետ դա չպետք է կապ ունենա, որևէ կերպ չպետք է կապ ունենա։ Պարոն Սողոմոնյան, որքանով էր կարևոր կաթողիկոսին Զվարթնոցում դիմավորելը։ Ինչ հարց էր դա լուծում։ Շատ կարևոր էր, դա ցույց տվեց Նիկոլ Փաշինյանին, թե որքան վճռական եւ համախումբ ժողովուրդ կա կանգնած Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու մեջ կողքը թիկունքի։ Սա շատ կարևոր էր։ Որովհետեւ այդ բախումները, որ ինքը ուզում է հրահրել, գուցե ինքը դրանով հասկացավ, որ այստեղ կարող է տանուլ տալ այս process-ի մեջ։ Այսինքն ուժեղ հակազդեցության դեպել։ Եվ իմ դիտարկմամբ շատ մեր հայրենակիցներ, ովքեր որ իրենց չեն համարում հավատացյալներ, կրոնական իմաստով, հոգևոր իմաստով, բայց հարձակումը Փաշինյանի կողմից եկեղեցու դեմ այդ մարդկանց մոտել է բորբոքել զայրույթը, այո, եկեղեցին որպես կարևոր ազգային եւ բարոյականության ինստիտուտ արժևորելու հանգամանքն է կարևորել այդ մարդկանց մեջ, որովհետեւ մարդիկ կարող է հոգևոր առումով այդքան էլ քրիստոնյա չլինեն, բայց մշակութապես նրանք քրիստոնյա են։ Ազգային ինքնության կարևորագույն մասնիկ են ընկալում առաքելական եկեղեցին, բազմաթիվ քննարկումներում դա մենք տեսնում ենք, այո, նույնիսկ աթեիստները եւ մարդիկ, որ միայն հարսանիքների ժամանակ են կոպիտ ասած գնում եկեղեցի, արարողություններ կա գտնվելու, իրենք եւս վրթոված են Փաշինյանի այս հարձակմամբ։ Պարոն Սողոմոնյան, դուք նշեցիք պարակտման վտանգների մասին, այդ դրա մասին ավելի մանրամասն խոսենք։ Ոնց հասկանում եմ, Փաշինյանին ձեռնտու է քաղաքացիական բախումները Հայաստանում, այո, բայց դա ինչ տեսք ունենա ու ինչպես կանդրադառնա մեզ վրա։ Առհասարակ, երբ որ Փաշինյանը ինչ-որ միտեղ Հայաստանում համախմբվածություն է տեսնում, դա նրա համար վտանգ է։ Ցանկացած համախումբ վիճակ նրա համար վտանգ է։ Դրա համար նա ցանկանում է ցանկացած համախումբ միավոր տրոհել։ Անգամ այն աստիճանի, որ ուղղակի լինեն անհատ մարդիկ։ Երբ որ մարդիկ համախումբ են լինում, իրար աչքերի են նայում, իրար ձեռք են բռնում, մի գաղափարի շուրջ համաձայնություն, գաղափարի շուրջ են համաձայնվում, նպատակի շուրջ են համաձայնության գալիս։ Բայց քանի որ Փաշինյանական իրական Հայաստանը աննպատակ Հայաստան է, ուտելու մասին Հայաստան է, հնազանդվելու թուրք-ադրբեջանական տանդեմին հնազանդվելու մասին Հայաստան է, այսպիսի Հայաստանին պետք է որ համախումբ վիճակ չլինի, այսպիսի Հայաստանին պետք է Փաշինյանին ավելի շատ պետք է, որպեսզի մարդիկ մենակ լինեն, իրենց մենակության մեջ վախ զգան, իրենց մենակության մեջ անզորություն զգան եւ դրա համար միայն ապավինեն Փաշինյանին։ Կառավարելի քաոս։ Կառավարելի քաոս։ Իսկ քաղաքացիական բախումները նրան հենց անհրաժեշտ է մի քանի հանգամանքով պայմանավորված։ Առաջին այն է, որ եթե անգամ թուրք-ադրբեջանական տանդեմի լայնամասշտաբ հարձակում չլինի Հայաստանի վրա, ես չգիտեմ նրա պայմանավորվածությունները մանրամասն, մասնավորապես գիտենք, որ նաև հունիսի 20-ին գնում է Անկարա, եթե անգամ չլինի, ուրեմն դրա դիմաց ինքը ինչ-որ բան պետք է վճարի։
ինչ որ գին պետք է վճարի։ Դա կլինի ադրբեջանական նախապայմաններով այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրում, դա կլինի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հետ կապված ինչ որ մի բան նշանակալի զիջվելու մասին է խոսքը։ Եվ այդ զիջմանը դիմակայելու ռեսուրս չի մնում, երբ որ նախապես բաժանվում է ազգը, պառակտվում է եւ մարդկանց էներգիան, մարդկանց զայրույթը, մարդկանց գործունեությունը ուղղվում է այլ դաշտի վրա այստեղ, հա, այսինքն եկեղեցու պաշտպանողներ, եկեղեցու դեմ հանդես եկողներ եւ դրանով այլևս կարծես թե ռեսուրս չի մնում, նրա հաշվարկը դա է, որ ռեսուրս չմնա թուրք-ադրբեջանական զիջումների օրակարգին դիմակայելու համար, արտաքին վտանգներին դիմակայելու համար, որ կարողանա իր զիջումները հանգիստ անել եւ իր իշխանությունը պահել։ Իսկ մեր ընդդիմադիր շրջանակները ինչ պետք է անեն ստեղծված իրավիճակում եւ ինչպես է գնահատում նրանց արձագանքները կամ քայլերը։ Մեր ընդդիմադիր շրջանակները ցավոք սրտի այս պահին այն օրակարգի, որի մեջ նրանք մտել են, լավ բանի չի տանում։ Մենք շարքային քաղաքացին տեսնում է, որ Հայաստանում քաղաքական համակարգը փաստորեն ամայի այդպես վիճակում է։ Եվ այն պարագայում, երբ որ ազգային դիմագիծ ունեցող բոլոր ուժերը այստեղ պետք է ինչ-որ մի համախումբ վիճակով հանդես գային, համախումբ վիճակով պայքարեն կրոնական ազատությունները ապահովելու եւ հայաստանյաց առաքելական եկեղեցու պաշտպանությունն ապահովելու համար, արտաքին վտանգներին դիմակայելու դիվանագիտական կամ լոբիստական ինչ-որ խողովակներով մեսիջներ փոխանցելու համար, գուցե կուլիսներից այն կողմ, վարակույրներից այն կողմ ինչ-որ բաներ տեղի ունենում են, ես տեղյակ չեմ, համենայն դեպս այն տպավորությունը, որ մենք ստանում ենք փոխհրաձգություններից, ոչ մի լավ բանի մասին չի տանում։ Ես անկեղծ ասած չեմ ուզում մտնել բուն թեմայի բովանդակության մեջ, բայց այդ վիճակին կողքից նայելը շատ տհաճ է։ Մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը նաև եկեղեցու ներսում է աշխատանքներ տանում, մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանին շատ դրական վերաբերվող ցավոք սրտի, ինչքան էլ ցավալի լինի, հոգևորականներ կան, կկարողանա Նիկոլ Փաշինյանը եկեղեցու ներսում էլ պառակտում մտցնել։ Ես համոզված եմ, որ չի կարող։ Համոզված եմ, որ չի կարող, որովհետև մեր եկեղեցու հետ այդպիսի պառակտումներ, դրսից միջամտություններ պատմության տարբեր շրջաններում, տարբեր ժամանակներում արվել է, հակաթոռ կաթողիկոսներ են նշանակվել, բայց դա արդյունք չի տվել, դա երկարաժամկետ արդյունք չի տվել։ Եկեղեցին ունի իր առաքելությունը, իր առաքելության մեջ ինքը հաստատակամ է եւ Մայրաթոռը եւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին գերազանցապես իրենք միաբանված են եւ հասարակության կանգնելը վեհափառի կողքը, վեհափառի այստեղ ավելի շատ որպես ինստիտուտի այն հանգամանքը, որ հայ ժողովուրդը ընդունում է, որ վեհափառի պաշտոնի դեմ ոտնձգությունները սրբապղծություն է, որ անթույլատրելի է, այդ հանգամանքը, եթե անգամ ներսում ինչ-որ մարդիկ կան ու միտքը ծուռ է, ես լիահույս եմ, որ նրանց հիասթափեցնում է այդ առումով։ Եթե անգամ կան այդպիսի մարդիկ, ես չեմ ուզում ասել, որ կան մարդիկ։ Կան մարդիկ իհարկե, որոնք որ իրենց 1-2 խոսքով կամ գործողություններով կամ անգործությամբ հուշում են ձեր ասածի մասին, համենայն դեպս ես լիահույս եմ, գրեթե համոզված եմ, որ եկեղեցու ներսից այդ վտանգը չի սպառնում այնքան։ Դուք մի կարևոր հանգամանք նշեցիք, որ եկեղեցու դեմ սկսված այս արշավը կարող է մեկ այլ նպատակ էլ հետապնդել, մարդկանց ուշադրությունը շեղել մեկ այլ վտանգից, օրինակ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից եկող վտանգից։ Նախիջևանում նրանք հերթական զորավարժություններն են անցկացնում, Թուրքիան նոր զորամասեր է տեղափոխել Նախիջևան եւ հավանական է, որ Զանգեզուրի այսպես կոչված միջանցքի մասով որոշակի զարգացումներ պետք է լինեն ու այսպես Նիկոլ Փաշինյանը ուղղակի շեղում է մեր ուշադրությունը։ Պարզապես այսպիսի դիպվածներ այնքան են եղել, որ արդեն ցանկացած այդպես մի բանի մեջ տեսնում ենք ինչ-որ վտանգ։ Որքանով հավանական եք համարում դա ստեղծված աշխարհաքաղաքական իրողության պայմաններում։ Հավանականությունը բավականին պահի դրությամբ բարձր է, որ տարածաշրջանում
տարածաշրջանը կմտնի էսկալացիայի մեջ, որովհետև մենք այս գիշեր տեսել ենք Արլուսադեմին, թե ինչ հարվածներ է հասցվել Իրանին, ամեն ինչ կախված է նրանից, թե Իրան-ամերիկյան հարաբերություններում կգնա էսկալացիան, թե չի գնա էսկալացիան։ Ուզում ենք հավատալ, որ ի վերջո բանականությունը կհաղթի եւ կոնկրետ Ամերիկա-Իրանյան էսկալացիան տեղի չի ունենա, բայց այնինչ ուզում է անել Իսրայելը ուզում է ամեն կերպ, որ Ադրբեջանը մտնի խաղի մեջ, ինչը Ամերիկայի Միացյալ Նահանգներին նաև կտա այն հիմքը, որ Իրանի դեմ գործողություններ իրականացնի։ Իսրայելի նպատակը Ամերիկայի Միացյալ Նահանգներին ներքաշելն է Իրանի դեմ գործողությունների մեջ, կարծես թե գաղտնիք չէ այլևս, որ Իրանը գնում է միջուկայնացման ուղղությամբ, եւ Իսրայելը դա իր համար համարում է շատ կարևոր էգզիստենցիալ սպառնալիք է համարում։ Հիմա սրա ազդեցությունը մեր վրա, երբ որ Իրանի հետ Իրանի Ադրբեջանը երբ որ մտնում է խաղի մեջ, դա նշանակում է Ադրբեջանը մտնում է Սյունիք։ Այս իմաստով է, ոչ թե Ադրբեջանը Իրանին է խփում անմիջապես, այլ Ադրբեջանը մտնում է Սյունիք, ինչը Իրանի համար էգզիստենցիալ խնդիր է առաջացնում, շատ վտանգավոր խնդիր է առաջացնում եւ ստիպում է Իրանին իր ուժերի մասը բերել այստեղ եւ դրա այլընտրանքը Հայաստանի կողմից ինչ որ նշանակալի զիջում ստանալն է։ Թուրքիայի համար դա առաջին հերթին Զանգեզուրի միջանցքն է, որովհետև այդ Զանգեզուրի միջանցք պրոյեկտը Թուրքիայի շահերից է բխում, ավելի շատ Թուրքիայի շահերից է բխում, քան Ադրբեջանի շահերից է բխում։ Ինչ ուղղությամբ կգնա, ապրենք տեսնենք, համենայն դեպս մենք գտնվում ենք շատ վտանգավոր իրավիճակում, իսկ այդ վտանգավոր իրավիճակները այնպես չէր, որ այսօր մենք հասկացանք, դրանք տեսանելի էին շատ ավելի վաղուց, դրանք տեսանելի էին ճիշտ 4 տարի առաջ, երբ որ գործող իշխանությունները գալիս էին իշխանության եւ հայտարարում էին, որ անվտանգություն են ստեղծելու, Արցախ են դեօկուպացնելու եւ այլն, Շուշի են դեօկուպացնելու եւ այլն։ Այս իրավիճակին 4 տարին կարծում եմ շատ բավական էր, որպեսզի Հայաստանը կազմ պատրաստ դիմակայելու ունակ իր դիվանագիտական հարաբերությունների հարցերը լուծած լիներ, իր ռազմապաշտպանական անվտանգային համակարգի հարցերը լուծած լիներ։ Պարոն Սողոմոնյան, Իրանի վրա Իսրայելի հարձակման հանգամանքը հաշվի առնելով թուրք-ադրբեջանական նաև զորավարժությունները կարծես թե պատահական չէին, հա, ժամանակահատվածը եթե հաշվի առնում ենք, որքանով է հավանական, որ հենց ուժի կիրառմամբ իրականացվի Զանգեզուրի միջանցքի օկուպացիան կամ կյանքի կոչումը։ Զորավարժությունները առհասարակ երկու նպատակ են ունենում։ Մեկ, որ ռազմական գործողություններից առաջ իսկապես վարժանքի, երկրորդ, որ ուժի գործադրմամբ, ուժի սպառնալիքի գործադրմամբ, ավելի ճիշտ, կորզել այն ինչ որ ցանկանում են։ Երկու պարագան էլ, թե ինչ նպատակի է ծառայում այդ զորավարժությունը, մեզ համար վտանգավոր է։ Թե զիջումը, թե զիջումը ուժի գործադրման միջոցով։ Համենայն դեպս, որպեսզի մեր հաղորդումը, մեր զրույցը փորձենք ինչ-որ պոզիտիվ նոտայով ամփոփել, անկախ ամեն ինչից, Աստված մի արասցե իհարկե, որ այդ բախումը լինի եւ այդ ներխուժումը լինի, անկախ ամեն ինչից մենք չպետք է գնանք զիջման ուղիով, այսինքն տանք, որպեսզի պրծնենք, այդ պրծնելը չի լինելու։ Եվ անգամ եթե Աստված մի արասցե կորուստներ լինեն մեզ համար, մենք պետք է որպես ազգ, որպես ժողովուրդ տրամադիր լինենք, որ մենք ամրապնդվելու ենք, ամրանալու ենք եւ պայքարելու ենք մեզնից խլված տարածքները, մեր իրավունքները վերականգնելու համար։ Պարոն Սողոմոնյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, այսօրվա մեր հյուրն էր Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։ Դուք դիտում եք Հրապարակ TV-ն, ես Հայկ Ալոյան եմ, հաջողություն։